Հարգելի ժողովուրդ, այս կարգավիճակում ես չեմ եկել կյանքում, այն ուժանով տրամադրվածություն կար, մեկից շեղվեց մոտնից, բայց ոչինչ, բարդ իրավիճակում ենք գտնվում և բարդ իրավիճակում եթե չես կողնորոշվում, ուրեմն անելիք չունես։ Սա իմ համար ոչ թե բարդ, այլ ծանր իրավիճակ է, երբ որ ինձ առաջարկում են ապագա ընտրություններին մասնակցելու որպես վարչապետի թեկնածու։ 90-ական թվականներից ինչ վերադարձել եմ Հայաստանի Հանրապետությունում, ճիշտ է, միջով այդ մեծ ծնվել եմ Հայաստանում, բանակից հետո մնացել եմ Ռուսաստանի Դաշնությունում, սովորել եմ, աշխատել եմ, ծառայել եմ, հանուն ընդհանուր հայրենիքի սովետական միության մասին է խոսքը գնում, իսկ 90 թվականին, երբ որ դեռ իջև 90 թվականը շարժը սկսեց, ես հունվարի 15-ին հայտնվել եմ Հայաստանում իմ ընտանիքի հետ միասին և այստեղ կան մարդիկ, որոնք մարտական գործողություններին մասնակցել են, հունվարի 17-ին առաջիններից մեկը եղել եմ Երասնավորի Խաչմերուկ, որսորդական հրացանով և այսօր ազգային հերոս Գյորգիսյան և քաջ մարդկանց հետ միասին մասնակցել եմ ազատագրական շարժման։ Ես չեմ ուզում պատերազմին անդրադառնամ շատ, որտեղ թե այստեղ, թե դրսում, թե Հայաստանի Հանրապետության տարածքում ամեն օր մենք հանդիպում ենք մարտական գործողությունների մասնակից իմ մարտական ընկերներին, այսօր ազատամարտիկ բառը կամ Արցախյան ազատագրական շարժման մասնակիցների արժեքը հասել է 0-ի։ Ու եթե նախկինում մենք դպրոցներում, մանկապարտեզներում, համալսարաններում կամ ինչ-որ մի հասարակական վայրում հպարտանում էինք որպես ազատամարտիկ, որպես հաղթանակած զինվոր, այսօր այդ մասին մենք ես անձամբ չեմ կարող խոսել, որտեղ նորից եմ կրկնում, արժեքը զրկվել է մեր մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հաղթանակած զինվորի անունը։ Իսկ գործող իշխանության հետ կապված ընդհանրապես նման հարցեր, երբ որ քննարկում ես, դառնում ես ցավոք սրտի դավաճան կամ էլ նրանց հակառակորդ առաջին իսկորբանից ենք, բայց ամենայն դեպս անընդունելի մարդ։ Կարելի է տենց ասել։ Այնպես որ Ամելյան ջան, հարուրապատիկ մեր հրամանատար Սամվել ջան և մնացածները, ովքեր մասնակցել են պետական գործողություններին, մեկ համբերություն, որովհետև այդ հարցին մենք անդրադառնանք հետագայում։ Այսօր մենք բոլոր խոսակցությունները, ելույթները, մնացած հարցերը պետք է այնպիսի գործողություններ կազմակերպենք, որպեսզի չնմանվենք այլ քաղաքական կուսակցությունների, որոնք իրենց շահերն են պաշտպանում, այլ կուտակված հարստությունը պահպանելու համար։ Մենք զինվոր ենք, բայց այսօր արդեն զինվոր ենք քաղաքական դաշտում։ Մի բան ուզում եմ ասեմ ձեզ, որովհետև պատասխանատու նախ առաջինը ես ձեր առջև պետք է լինեմ հետագայում։ Իմացեք, պատերազմ անցած անձնավորությունը, թեկուզ ես ինձ վերագրեմ, մարտական խաչ առաջին աստիճանի, մանավանդ այդ ժամանակ, երբ որ ես մարտական խաչ առաջին աստիճանի շքանշան ստացա, 0051 համարներ, որոնցից 0047-ը հետմահու։ Լեոնիդ Ազգազյան, Մոնթեն Մելքոնյան, շատ Մեխակյան, որի որդին արդեն վաղար շաբաթ կամ Էջմիածնի քաղաքապետ ընտրվեց։ Ինչ եմ ուզում ասել։ Մենք պատերազմ տեսած մարդիկ պատերազմի չենք ձգտելու։ Հետո թող ող անեն բոլորը, մանավանդ իշխանության կողմից հետագայում հայտարարություն անեն, որ Միրան Մովսիսյանը ազատամարտիկ է, էսա, էնա, տերորիստ է,
կոպիտ ասած ոնց որ հիմա Նիկոլ Փաշինյանն տեղեր կա արտահայտում այդ մասին, որ